Սիրելիներս, Աստծո զավակներ, մեր Տեր Աստված արժանի է միայն փառքերի, մեծարման, գոհության, գովեստների, գովասանքի, փառաբանության և խոնարհումի։ Մեր Տեր Աստված արժանի է սիրո և փառքերը բոլոր միայն մեր Տեր Աստծունն են, միայն Նա է, միայն Նրան պիտի մենք փառաբանենք և խոնարհումով, սիրով լցված նրա կամքի մեջ ապրենք և փառք տանք մեր Տիրոջը ամեն բանի համար, որ կատարվում է, որ տեղի է ունենում մեր կյանքում նրա սուրբ ձեռքով, նրա զորավոր ձեռքով։ Մեր Տերը, մեր Աստվածը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը կատարյալն է, Նա կատարյալ է և Նա ստեղծիչ, արարիչ Աստված է և Նա ամենաբարի ու սիրող Հայրն է, Նա ամենագթառատ, ողորմած և ներող Հայր է։ Մեր Տեր Աստված մեզ ընդունել է մեր սխալներով ու մեղքերով, մեզ սիրել է անկախ մեր սխալներից ու մեղքերից, բայց Նա ատում է մեր միջի մեղքը և եթե մենք խոնարհություն գտնենք մեր մեջ, որպեսզի խոնարհվենք Տիրոջ կամքին և ընդունենք այն ճշմարտությունը, որ Նա մեզ կսովորեցնի, Տիրոջ սուրբ ձեռքով մենք կազատվենք ամեն սխալից ու չարից, ամեն տեսակ մեղքից, հպարտությունից կազատվենք, որովհետև Տիրոջ կամքն է, որ մենք լինենք փրկված, որ մենք լինենք մաքուր, որ մենք ունենանք հավիտենական կյանք Իր կողքին։ Նա մեզ այնքան շատ է սիրում, որ մեր համար պատրաստել է հավիտենությունը Իր կողքին։ Նա ուզում է, որ մենք Իր հետ լինենք։ Ամենասկզբից Տերը մեզ սիրեց այնքան շատ, որ երբ մենք մեղք գործեցինք, մարդը մեղք գործեց, միևնույն է Տերը մեզ հնարավորություն տվեց ազատվել այդ մեղքից և չկորչել, չկործանվել, չգնալ մահվան, այլ ունենալ կյանք և Տեր Աստված ամենալավն է մեզ կամենում, որովհետև Նա մեզ շատ, անչափ շատ է սիրում և Նա ուզում է, որ Իր զավակները լինեն մաքուր և սուրբ, քանի որ Ինքը սուրբ է։ Մեր Տերը սեր է, սերը մեր Տեր Աստծուց է ծնվում, որովհետև Նա Ինքը սերն է և Նրա պատվիրաններից առաջին երկուսը հենց սիրո մասին են, երբ սիրով ես առաջնորդվում, դու շարժվում ես Տիրոջ կամքի մեջ և Տիրոջ ճշմարտության, և սերը մենք պիտի հասկանանք իր ողջ խորությամբ և զորությամբ, որովհետև սիրել, ուղղակի սիրել, ինչպես Տեր Հիսուսն էր ասել, հիշում եք գրված է, Տեր Հիսուսն ասում է, որ սիրել քեզ սիրողին, ինչ օգուտ, ինչ շնորհ, եթե դու սիրես քեզ սիրողին, ամենամեղավորն էլ կարող է սիրել իրեն սիրողին, բայց պիտի կարողանաս սիրել այն մարդկանց, ովքեր քեզ չեն սիրում, ովքեր քեզ փորձում են վնասել, իսկ դու լսիր Տիրոջ կամքը, լսիր Տիրոջ խոսքը, որ ասում է աղոթիր քեզ անիծողների համար, օրհնիր նրանց։ Եթե դու քո գործերի մեջ շարժվես սիրով, ամեն գործ անելուց դու շարժվես սիրով, մարդկանց նայես այն սիրով, որ Աստծուց է գալիս ու լցվում քո սրտի մեջ, դու կշարժվես Տիրոջ ճշմարտության մեջ, դու կդառնաս խոնար, հեզ, զիջող, համբերող, հանդուրժող, օգնող, կարեկցող, խղճով, գթություն կունենաս քո մեջ, գթասրտություն կունենաս, ողորմածություն կունենաս, չէ՞ որ Տեր Հիսուսն ասել է ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ, որովհետև մեր Տեր Աստվածը Ինքը ողորմած է, Նա ողորմում է մեզ, մեր սխալները, մեր մեղքերը տեսնելով, երբ մենք զղջումով գնում ենք Նրա առաջ և ամբողջ սրտով խնդրում ենք, որ Նա մեզ ընդունի, ների, Նա ողորմում է մեզ, Նա մեզ ներում է, Նա մեզ մաքրում է և ուզում է, որ մենք էլ լինենք միմյանց հանդեպ ողորմած։ Մեր Հայր Աստվածը մեզ այնքան սիրեց, մեզ այնքան է սիրում, որ Իր միածին Որդուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ Աստված էր, Իր միածին Որդուն ուղարկեց երկիր, այս աշխարհ, Նա մարդացավ և հանուն մեզ զոհաբերվեց Իր արյամբ, Իր վերքերով, մեզ փրկելով, մեզ բժշկելով, մեզ ազատելով։ Եկեք մենք էլ լինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի նման, սիրենք սերը առաջին տեղում դնենք և հեզ լինենք խոնար և ողորմած, Նա ողորմած է,
նա այնքան ողորմած է, անսահման։ Մենք երբեք չենք կարող հասկանալ նրա այդ ողորմության եւ ողորմած լինելու այդ անսահմանությունը, մարդը չի կարող հասկանալ, որովհետեւ դա միայն Աստված ունի իր մեջ։ Եվ ուզում եմ ասել, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը գալու է, նա գալու է, լինելու է եկեղեցու հափշտակություն, նա տանելու է երկրի վրայից իր ընտրյալներին, իր ճշմարիտ, նվիրյալ, մաքուր զավակներին։ Աստված է մեզ մաքրում, Աստված է մեզ արդարացնում, մենք կարող ենք սխալվել, սակայն մենք միշտ ամեն օր պետք է խոնարհությամբ գնանք Աստծու առաջ եւ խնդրենք, որ նա մեզ օգնի, մեզ ների մեր մեղքերն ու սխալները ամեն օրվա եւ մեզ ցույց տա մեր սխալները, որովհետեւ մենք կարող ենք անել սխալ եւ չնկատել, չհասկանալ, լինել հպարտ կամ լինել վախկոտ եւ չընդունել սխալը եւ այլն։ Մենք պետք է ունենանք անկեղծ սիրտ եւ մեր մեջ ուժ գտնենք, Աստծուն խնդրենք, որ մեզ ուժ ու քաջություն տա, որ երբ նա մեր սխալները մեզ ցույց տա, մենք ընդունենք դրանք եւ մենք մեր Աստծուն, եթե առաջին տեղում դնենք մեր Աստծու հանդեպ սերը, հանուն սիրո, մենք մեր անձն ենք խոնարհեցնում, մենք մեր անձն ենք ուրանում, մենք մեզ ենք ուրանում հանուն սիրո, մենք անցնում ենք բոլոր դժվարությունների մեջով հանուն սիրո։ Այսինքն, եթե դու քո Տիրոջը Տեր Աստծուն իրոք սիրես անսահման շատ, իրական, ճշմարիտ, մաքուր սիրով, դու կանցնես ամեն ինչի մեջով, կհաղթահարես եւ կշարունակես սիրել քո Տեր Աստծուն ու ավելի շատ կսիրես եւ դու քո անձը կուրանաս։ Այդ ամեն ինչում մեզ օգնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Սուրբ Հոգին մեր Տեր Աստծու մեր հետ է, նա մեզ օգնում է, նա մեզ սովորեցնում է, նա մեզ մխիթարում է։ Ամենակարևորն է այդ գործում մեր կողմից ունենալ սիրտ, որը պատրաստ է հանուն սիրո քայլել նեղ ճանապարհով, դժվար ճանապարհով եւ մեր Տեր Հիսուսը գալու է իր հարսի հետևից եւ մենք պիտի պատրաստ լինենք եւ պատրաստ լինելը հենց մեր սրտերը, մեր մտքերը, մեր հոգին մաքուր պահելն է եւ նվիրված մնալն է մեր Տիրոջը եւ ամեն պահ գիտակցել եւ հասկանալ եւ զգալ ապրել այսպես, որ առաջին տեղում մեր Տեր Աստվածն է եւ ոչինչ ու ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ, առաջին տեղում պիտի լինի Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ սերը, Աստծու հանդեպ սերը, ապա նոր մերձավորների, մարդկանց, քո հարազատների, սիրելիների, ընկերների, ընտանիքի եւ այլն, երբեք ընտանիքը կամ մեկ ուրիշ բան չդնեք Աստծու կողքին, չհամեմատեք, չպաշտեք։ Մենք մեր գործերով չենք կարող ոչ արդարանալ, ոչ արժանանալ Աստծուն, ոչ արժանանալ նրա տված փրկությանը, նրա տված հավիտենական կյանքի պարգևին։ Մենք մեր գործերով չենք կարող դա անել, դա Տիրոջ ողորմությամբ է տրված մեզ եւ մենք պետք է ապրենք Աստծու կամքի մեջ, խոնարհությամբ, պահելով նրա պատվիրանները եւ ամեն օր աշխատենք մեր հոգու, մեր սրտի, արատների վրա, թերությունների վրա եւ Տիրոջ օգնությամբ, Սուրբ Հոգու օգնությամբ ազատվենք ամեն սխալից, չարից, գայթակղությունից, մեղքից, թերություններից եւ այլն։ Իմ Տեր Աստված, շնորհակալ եմ քեզ, փառք եմ տալիս քեզ, փառք քեզ իմ Տեր Աստված, դու արժանի ես փառքերին, մեծարանքին, գովաբանությանը, դու ամենազոր, ամենամեծ, ամենակալ, արարիչ, ստեղծիչ իմ Տեր Աստվածն ես, դու ողորմած ես այնքան, որ ողորմում ես ինձ, ներելով, պահում ես քո սուրբ ու ամենազոր ձեռքերի մեջ եւ խնայում ես ինձ իմ կյանքի ամեն օրվա մեջ, իմ սխալների մեջ ինձ խնայում ես, որովհետեւ դու ինձ սիրում ես, որովհետեւ դու գիտես իմ տկարությունները եւ գիտես քո ամենազորությունը եւ դու ինձ ողորմում ես իմ Տեր Աստված, շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, որ տալիս ես ինձ, շնորհակալ եմ քեզ իմ Տեր, որ սովորեցնում ես ինձ, ուղղորդում ես ինձ, առաջնորդում ես ինձ, որովհետեւ իմ սիրտը քեզ է պատկանում, ես քեզ եմ ձգտում, դու ինձ իմաստություն ես տալիս, դու ինձ գիտություն ես տալիս, որպեսզի ես քայլեմ քո ճշմարտության մեջ, քո կամքի մեջ, իմ Տեր Աստված, շնորհակալ եմ քեզ, փառք քեզ իմ սուրբ երրորդություն, փառք քեզ իմ Տեր Աստված, ալելույա, ամեն։